Հիմա սկսել են իմպիչմենտի գործընթաց։ Դա ի՞նչ է կոչվում։ Իմպիչմենտի գործընթաց առանց այդ գոնե անհրաժեշտ երկու ձայների, որը սկսեն, եւ հստակ իմանալով, որ մնացածները քվեարկելուն դրա դեմ են չի քվեարկել։ Ես կարծում եմ, դա հերթական մանիպուլյացիա է բոլորս հիմա։ Դե պարզ ասեք, պատիվ ունեմ հանրապետական կուսակցությունը զբաղված է մանիպուլյացիայով։ Ինչով է զբաղված։ Ես կրկնում եմ, նրանք զբաղվում են նրանով, որ ինչով, դուք լավ հարց տվեցիք։ Ինչպես է լեգիտիմացվել օրվա իշխանությունը։ Մարտի, կներեք, մայիսի 9-ին 2018 թվականին եղած ազգային ժողովը քվեարկել է եւ ընտրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առանց այդ լեգիտիմացման Եվրոպան չէր ճանաչի։ Եվ դա նշանակում է, որ այսօր, որ հարցնում ես ինչու է կարել, ասում են ժողովուրդը ճնշմանդակ, ասել ենք արյունահեղություն չէ, հիմա նույնն է կրկնվում։ Հիմա այդ երկու ուժերը ճանաչում եմ շատերին, հարգում եմ անձնապես, բայց այդ երկու խմբակցությունները եւս այսօր կրկնում են այդ նույն բանը, որ քանի որ կա ժողովրդից պահանջ, իրենք ջանքեր են կիրառում, որ դա իրականացնեն, որովհետեւ չեն ուզում, որ լինի բախում համաձայն այդ գաղափարի համաձայնողների հետ եւ նրանց ովքեր համաձայն չի։ Դա կներեք, ես այդպես չի որ ամենախելոքն եմ քաղաքագիտական մտքեր եմ արտահայտում, որի հավասարը չկա, ոչ, բայց ես ասում եմ, այս 7 տարվա ընթացքում դա փաստորեն երկրորդ անգամ է, երբ որ կլեգիտիմացվի այս իշխանությունների իրենց տեղերում մնալը։ Դե իրենք ասում են մենք կսկսենք, ժողովուրդը դուրս կգա, ժողովրդի ընդվզման, չէ եկեք պարզելի ասենք։ Իրենք ասում են մենք կսկսենք, ժողովուրդը դուրս կգա ընդվզման։ Չի դուրս գալու ժողովուրդը։ Բա ինչով է զբաղված այդ դեպքում։ Պատիվ ունեմ ու բանը ամբողջ օրը Նարեկ Մալյանը շանտաժ անում, չգիտեմ, եւ նաեւ երբեմն իր խուլիգանական հայտարարություններ թույլ տալիս, ասելով որ երկրորդ նախագահը ուզում է որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Ասենք անգամ այսպիսի բաներ այլ թույլ տալիս։ Ի տարբերություն շատերին, որ ասում են իմացիալ ձևով, երկրորդը, երրորդը, դա այդպես չի։ Ես համոզված եմ, որ սրանք քաղաքական սխալներ են, նույն 21 թվականի մասնակցությունը այդքան անփառունակ, բոլորը դրանք քաղաքական սխալներ են։ Այդ քաղաքական սխալները շատ ծանր բեռ են դառնում Հայաստանի ամեն մեկիս վրա եւ հայության ամբողջ հայության վրա եւ ես կարծում եմ դա ոչ թե մտածված որ սպասարկեմ ոչ դա հերթական էլի եմ ասում իմ համեստ կարծիքով հերթական քաղաքական սխալն է եւ եթե մենք չենք կարողանում անել ճիշտը պետք չի անել սխալը։ Հիմա տեսեք, այսինքն այս իմպիչմենտի գործընթացը սկսել են, ակնհայտ է որ ձախեղելու են, այդքան ձայն չկա եւ հերթական անգամ պատիվ ունեմը հանրապետականի աջակցությամբ նպաստելու են որ լեգիտիմացնեն Նիկոլին։ Ոչ թե նպաստում են, նրանց արածը բերելու է նրան հետևանքը։ Խե, բա չեն հասկանում ինչ են անում։ Գիտեք ոնց է, ես 21 թվականին ունեցել եմ հնարավորություն կապվել այդ խմբերից մեկի ղեկավարներից մեկի հետ եւ ասել եմ դուք գիտեք որ վատ է վիճակը ինձ ասել են մի անհանգստացեք մենք հաղթում ենք մեծ մասը ժողովրդի մեզ համար է քվեարկելու այդ անձը չէր խափում այդ անձը սխալ այսինքն կարող է իրենց մղումների մեջ ազնիվ են բայց իրենք տանելու են ես համոզված եմ որ հաշվարկները ինչպես 18 թվականին որ արյուն չթափվի, դու ճիշտ ես, ես սխալ եմ, երկուսդ էլ սխալ եք, եկեք մի անգամ գոնե սրտանց դա ասեմ, և այդ առումով կրկնում եմ, այսօր շարունակվում են արդեն կայացած քաղաքական ուժերի կողմից, հերթական իմ կարծիքով համեստ, քաղաքական սխալը, այն ինչ որ պետք է անեն կներեք թող իրենք դիմեն քաղաքական տեխնոլոգներին թող իմանան ինչ է թող իմանան թե ժողովուրդը ինչով է ապրում ժողովրդի մի մասը դատարկվում են գյուղերում մնացած անձին ուրախանում են որ ասֆալտ է գցվել իրանց գյուղից ինչև
փոքր ինչ եկեք մենք կամ հստակեցնենք, որ մեր արչև ծառացած մարտահրավերները պահանջում են ավելի բարձր ինտելեկտի մոբիլիզացում, ավելի բարձր միասնականություն, մակարդակի միասնակություն եւ մոռացեք որևէ մեկ ուժ առանձին չի կարողանալու անի այն ինչ որ ինքը հնչեցնում է եւ հակառակը մենք անդունդի մեջ ենք եւ տեսեք հիմա ասում են թող եկեղեցին վերցնի իր վրա ասեցի դա նշանակում է դուք պատկերացնում եք շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող պետությունները նույն Ադրբեջանը նույն Իսրայելը նույն Թուրքիան եւ իրենց ջատակով եւ պաշտպան կանգնած ԱՄՆ-ն նրանք ավելի շատ գիտեն մեր վիճակի մասին հնչեցնեմ նորից այդ նույն գաղափարը միջազգային հարաբերությունների մեջ չկա ոչ խղճամտանք ոչ Գազայի ցեղասպանությունը տեսեք ինչի մասին է խոսքը հին ազգ չկա թույլին ուտում են վերջ Տիկին Ալավերջան, հիմա եկեղեցու դեմ սկսել է այս արշավը, քաղաքական ուժերը կոչ են անում, ասում են թող մոբիլիզացնի բան, չգիտեմ, ես այստեղ բազմիցս ասել եմ, այդ դեպքում թող քաղաքական բոլոր ուժերը ասեն լուծարվեն, դուրս գան, ասեն մենք պարտվել ենք, գոյություն չունենք, հիմա թող վեհապարը գավազանը վերցնի, վերկենա գա։ Ես ասեմ, ես այդպես ռադիկալ մտքեր արմատական։ Չէ, որպեսզի կապիկություն չլինի, դե չէ մեկը կարող է վերկենա իր։ Մի րոպե։ Ուրեմն, ինչ վերաբերում է եկեղեցուն Էլի հիշեցնեմ 2018 թվականի եկեղեցության սկսել 2025-ին ուզում են ավարտել սպանել ազգը հենց այդ եկեղեցու վրա հարձակվելով ինչ թե ով ինչ է տեսեք ով է սրբության մասին խոսում տեսեք ով է սրբ այլասերված մի հատ սրբապղծների այդ հավաքածուն մի տեսեք ինչ մեջ բերումներ անում ձեռներդ հերու պահեք եւ եկեղեցուց եւ աստվածաշնչիչ աստված չեք սիրում բայց հերու պահեք ձեր այդ կեղտոտ մտքերը կեղտոտ ձերքերը ձեր կեղտոտ ոտքերը դուրս եկեք այդ դաշտից ինչ է մեզ համար եկեղեցին դա ազգաստեղծ կարևորագույն մի պես գործոն է եւ պատահական չի որ սկսել են դրանից երկու որովհետեւ ճիշտ է դնել ես բեռը եկեղեցու վրա ցեղասպանությունը միայն սպանություն չէ ցեղը ոչնչացնելը կա շատ ավելի հզոր գործիք այն է ինքնությունը ոչնչացնեն խայտարակեն բոլոր ազգաստեղծ այդ հաստատությունները եկեղեցին դա ամենահինն է եւ ամենակայացածը բայց գրականագետներին գրականության մեջ հայտնի գործիչներին որ չեք հիշում 90-ականներին ոնց էին ձեռ առնում Սիլվա Կապուտյակյանին եւ մոռացել եք ինչից է սկսվել մոռացել եք այդ ազատաբթություն թերթը որը 3 ամսից հետո մենք հաջողացրեցինք հասարակության կողմից հաջողացրեցինք փակվեց դա դուք մոռացել եք այդ ինչպես էին ոչնչացնում ողնաշարը ազգի մոռացել եք որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ արժեք է դա տարիների այդ աշխատանք է որ տեղի ունեցել մեջքը կոտրել են անմիջապես Ղարաբաղյան շարժմանել եւ ընդհանրապես նոր անկախ պետության ճիշտ է այս բեռը թողնել եկեղեցու վրա գիտեք այդ հարձակումները եկեղեցասիրած մարդկանց կողմից չեն դրանք միշտ եղել են թշնամի եկեղեցու Այդ չեմ ասում, ասեմ ճիշտ է, այս պատասխան տալը բանը թողնել եկեղեցու Հիմա ես ասել եմ մի անգամ, հիմա եմ, որ դրանց պետք էր վաղուց եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին հեռացնել եկեղեցուց, ինչպես ռուսերեն ասում են, at լուչից, at ցերկվի, էլի եմ ես գտնում, ես պես հրամայող չեմ, ես գտնում եմ, որ այդ գործընթացը պետք է վաղուց հետո դա անի, հետո եկեղեցին նզովի իրեց դա ավելի մոբիլիզացվող գործիք կլիներ ազգի, որովհետև պարզ կլիներ, որ եկեղեցին ունի իր դիրքորոշումը, աստծոն ատող,
եկեղեցուն փնովող եւ ցանկացած եկեղեցականին արհամարական փողոցային բառապաշարով դիմող